որ ավելի շատ դա դրսևորվում է կարծես Քոչարյանի եւ ձեր առաջնորդած ուժի անդամների միջև։ Չէ, դուք եք վերագրում, այդպես չի։ Դուք ընդհանուր եք տեսնում այդ խնդիրը, որ ներընդդիմադիր դաշտում այսօր դուք չեք տեսնում։ Ախր դուք իզնից շատ պետք է տեսնեք ձեր ժամանակը։ Մենք ավելի շատ տեսնում ենք ձեր եւ Քոչարյանի կողմնակիցների մեջ։ Այդ եմ ասում, սխալ եք տեսնում։ Սխալ ենք տեսնում։ Այո։ Իսկ հարցը չտվեցի պարզապես։ Քանի որ օրակարգային հարց է եւ շատ շրջանակներ սա համարում են Հայաստանի Հանրապետության թիվ 1 անվտանգային խնդիրը, ամեն դեպքում իշխանությունները վստահեցնում են, որ մոտավորապես ավետյաց երկիր ենք դառնալու, կաթի, մեղրի գետեր են հոսելու Հայաստանով, իսկ ընդդիմադիր շրջանակները նաեւ միջազգային որոշ փորձագետներ վստահեցնում են, որ սա ունի լրջագույն ռիսկեր եւ տնտեսական ազդեցությունը մոտ է 0-ին։ Ձեր տեսակետը, որովհետեւ ասում են ընդդիմությունը չի հստակեցնում տեսակետը թրիփի շուրջ, ինչ է անելու ընդդիմությունը, եթե լինի իշխանություն թրիփի հարցում։ Դուք շատ հարցեր կամ իրար խառնեցիք, կամ փորձեցիք համադրել։ Համադրել։ Տրիքի հետ կապված ես ասել եմ, որ վերջնական պատկերացում չունեմ, բայց ցավոք սրտի ինչքան որոշակի նյուանսներ կամ մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապ ավելանում է մեղրի հետ կապված։ Այո, տրիփը որտեղով է գնում, հենց տեղով է գնում։ Հիմա պետք է ասեք, այդ ինչ տագնապ է։ Ես կասեմ հետևյալը, որ արդեն թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պետք է 500 մետր լայնություն ունենա, կամ այդ ծրագիրը պետք է ունենա։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելավոճը, կարող է 5 կիլոմետր էլ լինի, կարող է 10 կիլոմետր էլ լինի, դա տագնապ չառաջանա։ Հաջորդը այն է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը գնում է Բաքու եւ այդ տրիպի մասով պայմանագիր է ստորագրում։ Այդ մեր տարածքը չի։ Առանց մեզ, մեր մասին պայմանագիր են ստորագրում։ Այս բոլոր հարցերը ինձ շատ անհանգստացնում են։